թամբարը կարալ չի։ Բաղչայա, ջիլա, անիլա, ֆորթա, կովա, հավա, ջիվա, եսի մինչերա։ Մեն մի պուճուր ձվածեր անեմ, պաների։ Կոնեք։ Դե իհարկե համաձայնում ենք Անիկն էլ բան ու գործը թողնում ու ճիլպաներով ձվածեղանելու պատրաստություններ է տեսնում։ Ձեռքի հետ էլ իրեն գովում, տոյի մեր նինձանի մի քանիսը բերիլ տեր։ Ձեռքերը դեռ ոնց ասում է ներվում են տաք շիճուկից, բայց բանի տեղ չի դնում, սովոր է։ Մի ձեռքով թավան է դնում կրակին, մյուսով դեռ տաք ջիլն է թելահանանում ու ամբողջ խոհանոցը լցվում է մայիսյան յուղի բույրով։ Անիկը ձեռները վառելով շարունակում է հունցել թել պանիրը, որ մի քիչ հետո կկախի հովին ու կանցնի մնացած ուշացող գործերին։ Ոչ մի րոպե ժամանակ չունի, տունը լի է կաթով ու կաթի հոտով, կրակն էլ դեռ մարած չէ։ Մեկ պանրանյունթին է նայում, մեկ վառվող կրակին, որ ամեն ինչ տեղը տեղին լինի, հետո էլ ասում են, թե գեղացին հեշտ է ապրում, չէ մի չէ հեշտ բան չկա, հեշտի տեղ իմանաք, իմաց տվեք Անիկին։ Գեղացու պես տանջանք չկա, ով ասեմ հեշտ է, ես հեշտ է մի աչկա, ժամը քանիսն ալա դեր ոչ վակած, ոչ արած։ Հաց էլ չեք կերել։ Կերել ենք, նոր կերանք տղեքը գնացին, զին որցու կա, կալսեն հետը կրվում էլ է։ Մինչև թել պանրով ձվածեղի յուղը կհալվի տաք վառարանի վրա, ինչպես ինքն է ասում կրակից փոթորկվելով, բայց ձեռքի արագ շարժումներով շարունակում է թել պանրին ձև տալու պատմել, որ հայ բան չմնաց, այսօր եկուց կբարձրանա սար ու հոգսից մի քիչ կթեթևանա, դե այնտեղ ինքն է ու ինքը գնացող եկող ասել է, թե խանգարող համարյա չկա, բան ու գործի անունն էլ ոնց ասում են, կոմեշի նստելա տեղ, մաքրում է ու նստում, իսկ այստեղ երկհարկանի մեծ տուն է, եկող գնացողը շատ, գործն էլ հատնել չունի։ Ընդհանրապես շերեփով են անում, տեղած կլես շերեփով, իսկ սա հեշտ է հարթուկին մանա, շերեփ մի եկ անգամ տեսանի, սան մի անգամ արդեն լմա, շիճուկի մեջ տեմ կցի հմի, անի տեմ շիճուկի մեջ կցեմ ու դնեմ ընդիել, շիճուկում գալտի հասունանա, հանիլ տիմ կցեմ սադա ջուրը, սադա ջրի հետ մի քիչ շիճուկ եմ խառնում, սենց փափուկ մնում է։ Սարումն էլ ջիլ տեմանի, ջլից հետո քաղիլ տիավլուկը բերիլ տիավլուկ տիմանի, ուրցը տիմ քաղի եւ ամեն ինչ։ Անիկին հոգնել չկա, պեցի կտոր, ոնց ասում են չգիտի նստելն ինչ է, ոտքը ոտքին գցելն ինչ, երեխեք թորներ ունի, արդեն ծորներ էլ, բայց հանգստանալ չունի, առավոտի ծիրիկուն գործի մեջ է, մին կրակի մոտ, մին հովի տակ կախած ջիլ պանրի, մին հավի, մին խոզի, մին էլ գոմի գործերի ետևից է վազում ու վազում, ասեց ձեռները դադարի սովոր չեն։ Հետո ինչ որ տեղավորված են, ոչ մի բան չեն ուզում։ Ինչ են ուզում, այս էլ ավլուկը տա։ Չէ։ Այս ինչ ես քաղել, այս էլ ցույց։ Այդ տղես է քաղել։ Հայ, Ռիգունը բերուց մեր շոկից պրապեցինք, որ օգտովեցեք միջև։ Այս ինչ է, սրա անուն ինչ է։ Բանա, իսկո թա, շիշվիկա, մինել բլդրղանա, հմենա թթունել տեմ դնի, հմի պարապ չեմ, մաքրել տեմ ջուրը դնեմ, ու այդ մաքրեմ դնեմ, արանքից դուզ կա, ես էլ արդեն լորը տիմ էպի։ Այդ լորն ինչ է։ Տվարուկ, ինչքան կլեմ։ 60 տարեկան եմ, 60։ Այդ շատ ջահելի գործ է կան։ Գործը հեչ, գործին որ մտիկ անես, ջահելը մերած կալ չի անի։ Անիկն արդեն 68 տարեկան է, բայց նայողը չի ասի։ 40 տարվա սարվոր է կյանքը սար ու ձորերում է անցկացրել, ես վերջերս ոնց ինքն է ասում բժիշկները սրտին մի երկու կտոր երկաթ են ավելացրել ու ասել բարձր սար մի գնա, ծանր բան մի բարձրացրու, բայց Անիկի ոնց ասում են պետքը չի, իրեն նայող չի, ում սպասի ով օգնի, ամենքն իրենց հոգսին, հենց գարունը բացվում է, էլի սար է գնում, էլի իր գործի ետևից ընկնում, սարում էլ իրեն 18 տարեկան աղջիկ է զգում, թեպետ հոգնել ու հանգստանալ չունի։ Ես ջուրը սիրում եմ, ես հմի սարը սիրում եմ, գնում եմ սարը չեմ հիվանդանում, սիրտս համստենդավոր ածամ, զունդավոր ածամ, գնում եմ սարը չեմ հիվանդամ, համարյա դեղ չեմ խմում, բայց ստի դեղել եմ խմում ամեն ինչ։ Բայց քաշվան է բաները կարելի է, Չի կարելի, բայց անում ենք։ Բժիշկն ինչ է ասում։ 5 կիլոից ավել չի կարելի, այսո բժշկի մտի կարել։
Այդպես գործով է լինում ու հանկարծ հիշում, որ յուղը լցրել է թավան ու մոռացել ավելի ճիշտ տնական արաժանը, որով էլ սկեսուրի բաղադրատոմսով զարկում է թել պանրով կամ ինչպես շատերն են ասում, յուղ պանրով զվաձեղը։ Ինքն էսպես ամեն օր հոլի պես պտույտ է գալիս, քուն դադար չառնելով, որ մի բանի հասցնի աճող ընտանիքին ու զավակներին, բայց սրտնեղում է, որ շատերն անգորցովին նստում են ու բողոքում մեկ պետությունից, որ չի օգնում, մեկ բախտն են անիծում, որ հաջողություն չկա, բայց անիկն իր բանաձևն ունի ցեքից միջև իրիկնամուտ աշխատել ու աշխատել, բազել, հասնել ու անցնել բախտին։ 4 հատ ավտոն ենք մի դռանը կանգնած։ 266 մին տղինս ա, մին ամուսնուս։ 2 վիլիս ա, մին ամուսնուս ա, մին տղինս ա։ Այդ սա ձեր աշխատանքով։ Հա, բա ում։ Աշխատել ենք, արել ենք։ Դե մենք ասում ենք մարդիկ, ասում են չեն կարում գործանեն, գեղումը լավ չեն ապրում, ճիշտ է։ Կան, որ լավ կոտեն չեն ապրում։ Գեղ աշխատանք ա սիրում, աչքիդ առաջին, հա։ Միջև ժամը 3-ը, 4-ը ես այս գործին եմ։ Կան մարդիկ, այնքան պակաս մարդիկ կան, համ մեղքը տա գալի, համ ասում ես թողանի ունենա։ Խի ես անեմ իրան տան, անի ունենա։ Դից ուզում են քաղաք են ուզում, չիմ քաղաք են գնամ, համի։ Բա ոնց է ձեր հարսը չի գնացել։ Մեր հարսը գեղի թորա, գեղի աղջիկա, հետն էլ գեղը սիրում է, հետն էլ շատ երեխա ունի։ Ոնց գնա քաղաք։ Իր հարցը քաղաք չի գնացել, հլադեռ երեխեքին էլ հավաքում է ու սարգնում անիչկան իր դագեն, այսինքն վրանն ունի հարսն իր։ Այստեղ էլ ինչպես գյուղում հարևաններ են, պատմում է ու թավան ալյուր լցնում անիչկան։ Ալյուրից հետո յուղը ոնց ասում են, թանի երեսն է ընկնում, դեղնում, ինչ խոլեստերին, ինչ բան։ Էսա գալտի։ Բժիշկները, որ մեկը այս տենակ ասի, սա խոլեստերին է։ Ոյ մարդ։ Բժշկին որ մտիկ անես, ոչ մի բան չեն թողա ուտես, բայց որ տան մեզ իրանք ուտում են։ Էսա խավիցն է, տենց բաներ են անում, էլի գյուղի ամեն ինչն է դա։ Գնալ, գալ, շփում, տենց բաներ էլ չկա, ամենքն իրա մայա։ Ունես կեր, չունես խելոք նստի քու տանը։ Բայց ընդով տե չէ, փուրը վառեինք, հայվանությունը հավաքվեիր, Այսպես ասել խոսելով էլ միջող սեղան է բացում, Անիկը հյուրասիրում ու ասում, ճիշտ է տունն անտառափեշին է գյուղի ծայրին կտրված, բայց իրենց դուռը միշտ բաց է։ Այսպես սիրով ասել խոսելով սեղան կբացի ամենքի առաջ, այնպես որ համեցեք ասում է Անիկն ու ուղարկում մեզ իր մեկ այլ շնորհքով հարևանուհու տուն։ Սա սենց դրած թթու եմ բերեմ, ընտիր։ Ազիզ յոլ են գնում էլի ջանիդ մերնեմ խու, լամին տես ազիզ, լասրա համը իսկականից տեր մերնեմ ջանիդ, նոր ենք դրել, ես կլպել ենք ազիզ, կլպել ենք, ու սհե դրել ցավը տամ, լավը չի, հա, բերեմ մի պուճուր սինդրիկի թթուելու տեք ազիզ, հա, Մոտ կոր աշխարհում կանաչ ավելուկի ու հազար ու մի տեսակ կանաչեղենի ժամանակն է։ Գյուղի կանայք էլ այս օրերին պարապ չեն մնում։ Մեկը սարից ավելուկ է բերում, մյուսը սիբեղ, շիշպիկ, իսկուտ, խնգուկ, ճռճռուկ, ինչ կանաչի ասես։ Բակերում նստած մաքրում են, կապում, թթու դնելու պատրաստություն տեսնում։ Տիկին Լիանան էլ ոնց ասում են, այս գործում ամենաղոչախ հարսն է։ Առավոտ շուտ արդեն սարերից հետ է գալիս գոգնոցը լիքը կանաչի։ Մի ձեռքով մաքրում է, մյուսով ամուսնու հետ կատակում, որ ոչ մի կերպ տեսախցիկ է առաջ երևալ չի ուզում։ Ինչի մաչի նկան կոճակ տղեր սարի լալ նկարել մեջ։ Ես մեր բաղչից ենք բերել ցավը տանեմ։ Այս ինչ տեսանի։ Ես թթուտ ենք դնել մերնեմ ջանիդ։ Հա։ Հիմա։ Մեզ մա մեր երեխանց մա, մեր բայգամության մա, ով սիրում է տալիս ենք մերնեմ ջանիդ։ Իդ Բնության բարիքա չեք ուզում թափվի, էլի։ Չէ, ոնց թափվի մերնեմ ջանիդ։ Բա մի մինը գա։ Խոսքի տուն ես էլի ցավը տանեմ, բա սեղանի զարդա կոչվում սա։ Բա չանես սեղանին դնես որ ուտեն, բաս չենե քոլը գնամա հանդի միջին, էլածը գնամա ցավը տանեմ։ Խոան բաշարք չենք։ Տես ավլուկ ունենք ազիզ մեր հելի մեր բաղչից ենք կամ։ Այդ կեսրարը շատ շուտ են հերու հանդիցը գնացելա, բերելա, սերմը շաղա տվել, մենք ես այս սենց օգտվում ենք, քաղում եմ 50 գալով, տենց
ծախում ենք, լավություն ենք անում, ամեն ինչ ցավդ տանիմ։ Այդ լավությունն է, որ իր նեղության տեղը հարևան ու բարեկամ կողքին են։ Ուրիշը չէ, հենց իր թորնիկը քաղաքից եկած մի լուցկու հետ խաղաց ու խոտը պատահաբար այրեց, բայց ինքն էլի անխոտ չմնաց, ասում է։ 150 հատ տուկս վարվեց նստեց ազիս։ Անասունը ո՞նց ես պահում։ Ի մերնեմ իմ հարևանների ջանին, իմ հարազատության ջանին ցավը տամ։ Սաղն ինձ բերին տավին մի մարդու նման։ Ամեն ռաուդ վերկեն էտենեն դի 3 տուկ, 5 տուկ գցել են հայվան, ասին ազիս, միսքան չվախես, կոմակտեն կանիլ գարունքասնես։ Ու գարունքած։ Ու գարուն բիձուս տղեն էլ աթանիցը 100 հատ տուկ բարձեց բեուց, նախադո էքսնևետել բեուց դասեց ասավ, միսքան չընկճվես։ Որ տենց վարվեց սաղաս, ասյախ չի ես մտածել ու բան չունեմ, հնենց հարազատ ունեմ, միսքան մտածել ու բան, էցն ուլնելա բիձուս տղեն ու բիձուս աղջկն են տվել, ասմենան ցավը տանեմ շատացրու ես ուլերնել են շատ լավ բանա, ասի դե ուզում եմ շատացնեմ ես հանգած բիզնեսս բալի մի քիչ բարգավաճ էլի ասիս։ Մոտկոր աշխարհի մարդիկ էսպիսին են հարեհաս իրար թիկուն կանգնած սրտաբաց հյուրասեր ու հյուրընկալ։ Մինչ սար բարձրանալը հորթերի մոտ գոնվազող գժված անասունի վրա բարկացող Գագիկին ենք հանդիպում։ Հովում նստած մեկ անասուններին է նայում, մեկ էլ հեռվից երևացող սարերին։ Բարև ձեզ։ Էս ինչ է գյուղը հսկում։ Ահա մեր դարդիցներից ենք անում։ Ինչ դարդ ունեք դուք լավ։ Թամթեվո ինչն է թամամ։ Օրինակ ինչ չի Չիմ թամ։ խափանա։ Կաթումածոն ենք անում, պանիր ենք անում, չենք կարում ծախենք։ Հա։ Հերիք չի։ Բա քաղաքացին ինչ ա ուտում։ Քաղաքացին գնում են սուտի մուտի են։ Ինչ փոշու մանի պանիր առնում ուտում մեր մաքրու չի ուտում։ Կարող է թանկ եք ասում։ Դասիա ցավը տանեմ 1500 դրամ անարա տնական արած պանիր թանկա սմետանը մեջին գնմեն են առնում այդ չեն առնում Հիմի որոշել եք քիչ պահեք թե չեք հուսահատվում։ որ քիչ պահենք ոնց ապրենք Հետո ներկայացնում է իր 10 կովին անհրաժեշտ խոտի քանակը, վերածում դա փողի, հետո էլի խոսում իր չարչարանքից ու մաշված ոտքերից, որ արդեն դժվարանում են վազել անտեր չորքոտանիների հետևից։ Դա էլ աշխատանք է, դա էլ չարչարանք է ու այդ պանրի գնի մեջ է մտնում, որ դժվար է ծախվում, ասում է։ Սրանց ետևից արդեն մեծացել եմ, չեմ կարող գնամ տրակտորով եմ գնում, եմ Բելարուսին նստում եմ, գնում, հավաքում, իրանք գիտեն արդեն, հենց Բելարուս ստենում են, ասում են, տերդ մերնի եդեկավ գդավ մեզ, առաջ նմանում բերում։ Հետո շարունակում է, էթեջ դու են ասա մեր ճամփ են հավանեցիր, հարցնում է պարոն Գագիկն ու օրհնում Սարգողին, այսինքն Փաշինյանին։ Գագիկի օրհնանքը դեռ տեղ չհասած վրա է հասնում հարևանն ու նեղանում։ Ճամփեն ինքը չսարքել։ Այդ ճամփեն մեր հարգերնա ու ծրագրեմ Դակար պատյաներ։ Այո, արա, ես եմ սարքել։ Դու գիտես որ ես եմ սարքել։ Ով որ ունի ոչ ընդի, երաբլուրում ով որ ունի ոչ, այսինքն խոսում է։ Իսկ ով որ ունի, արդեն ծանդրնա, երեն տիրոջնա ցավացնում աղջիկ ջան։ Թալանտավին, կերան։ Մեկ կողմը ճիշտ գալիս են ձերից են կանում ասում են թալանտված փողերը բերուց Պարքեվավճարնի վճար։ Պարքեվավճարը մեզանից էր տարել են թլանողը։ Ինքը չի բերուց 1000 դրամել ինչ տվուց քեզ նրան, որ վեկալավել տիրա ազգային ժողովի խուլիգաններին տվուց։ Զայրացած պապը ներկայանալ չի ուզում, բայց ես էլ զգուշացնում եմ, որ հնարավոր է մեր դիտողները նրան էլ վիրավորեն քննադատության համար։ Այդպես սովորաբար լինում է, պապն էլ կրկին բարկանում է ու ասում. Չեն կարա վիրո, ես ոչ մի բանի չեմ, 68 տարեկան եմ։ Այդ ստենդենն էլ ապրիմ, չապրիմ էլ ինձ չի, բայց ես իմ երեխի, իմ թորների, գալքի մասին եմ մտածում։ Այսպես բարկանում է պապն ու դանակն ու թոկը ձեռքին հեռանում, որ ձիուն կապի ու հանգիստ տուն իջնի, բայց հետո ինքն էլ է խոստովանում հարևանի հետ վիճի էլ չի չարանա, լավ գիտի այնտեղ վերևներում ինչ էլ անեն, ինչ էլ խոսեն, ինքն ու Գագիկը տարիներով էստեղ ապրել են ու էլի ապրելու են, սարն ու չոլը մարդուն իրարից չի կտրի, այսօր կբարկանա, վաղնա ու հաց կանի։ Գյուղը հսկող հարևաններին թողնելով քայլում ենք Լորուտի նեղլիկ փողոցներով ու հանդիպում գյուղի մեխանիզատորներից մեկին, որ սար բարձրանալու պատրաստությունների մեջ է, ճիշտ է դեռ մի 15 օր կա, բայց տեխնիկաները հենց հիմիկվանից պետք է նորոգել, յուղել, որ սեզոնին իրեն հուսախապ չանեն։ Փարք ասու, ված չի, բայց թե
Մենակ մսինը չի։ Պլյուս դրան այդ վառելիքը որ թանկացավ, դրա համար միս թանկացավ։ Եթե վառելիքը չէ թանկացել, միսը իրանով չէր կարող թանկանա։ Մարդիկ աշխատում են, չչարում են, պահում են։ Ոնց կարա մսի գինը չթանկանա, եթե խոսք ասենք, թե մի տուկը 700-800 դրամով ենք բերեմ, հիմա արդեն դառնում է 1000-1100 վառելիքի պատճառով։ Կարկուտն ու Անդրեը որ գալիս է կովի տակի նստած քթելիս է սլը մնել տենում է ջուրս է գնաց։ Են ռոբնով գնաց։ Բայց դիմանում եք։ Որ ստիպված, չեն կարա չդիմանանք։ Պարոն Հովիկն էլ 66-ն է նորոգում, ասում է գյուղի մարդիկ հազարափեշակ են պահեստամասերն էլ հին ու նոր անելով, իրենց մեքենաները սարքին են պահում, որ բարեհաջող սար հասնեն։ Բայց գիտեք գոնե ինչն է փչացել։ Արգելակները։ Ձեր ձեռքի սարքվող բան է էլի։ Իհարկե, ամեն ինչը։ Իսկ այդ ճիշտ է որ մարդը ինչ մտքին դնի կանի կսովորի։ Իսկ որ ոտները ծալի, ձեռները ծալի նստի, ինչի կհասնի։ Վերևից պետք է ինգնի, որ ինքը ուտի։ Պետք է աշխատես, որ ապրես։ Առանց աշխատանքի ապրել հնարավոր չի։ Մանավանդ գյուղացի։ Ծանր աշխատանք ծանր է, բայց ոչինչ։ Էլի դիմադրում ենք, բա ինչ անենք։ Եթե դպրոցում լավ սովորեինք, սոր մի բան էլ մենք կհասնենք, բայց դե որ չենք սովորել, գյուղին ենք նվիրվել, սենց պետք է լինի։ Ես Հայաստանից բան չեմ հասկանում ես։ Չի տաճան։ Ամի սկան Հայաստան, հա, քանի կուսակցություն է։ Վիոլետա տատին հանդիպում են գյուղի վերջնամասում, ձվից նոր դուրս եկած ճուտերին է արևին տվել, ինքն էլ նստել ու հայացքը գցել գյուղ եկող գնացող մեքենաներին։ Մենք էլ ասում ենք ինչ ապրանք կաղնե։ Եկեք գնանք տուն։ Հյուրընկալ տատիկին շնորհակալություն ենք հայտնում ու անցնում առաջ ճանապարհին հանդիպում հավերի համար ցորեն առած ու տուն շտապող 92-ամյա այս տատիկին։ Կացը մաշնել են, ջիլ է մարել, ամեն ինչ, տեղին անում եմ էլի դեր։ Հարսի ումուդի չես գտել։ Չէ, դեր լային ումուդին եմ։ Գիտես ինչքան է տարիքս։ 92 տարեկան եմ։ Իսկապես։ Այո։ Ուսեն ծանր բան է։ Ու դեռ կովել ես գտում։ Կովել եմ գտում, մշակմել եմ։ Հա դեր անում եմ ամեն ինչ։ Օրը մը ասենք ժողովուրդ ուզում է քաղաք գնա։ Մի ժամը, 2 ժամը հազիվ թե հասնեին քաղաք։ Բայց մի կես ժամը մտնում ենք իրովական դուրս գալի, դա քիչ բան է։ Շատ լավ բան է, շատ։ Տատի աչքը լույս է եկել պետ եղած ժամանակ կես ժամում քաղաք է հասնում իր հավիձուն վաճառականին տալիս փողը վերցնում ու գալիս չնայած որ գյուղի փողոցները դեռ քարուքանդ են, բայց կարևորը գլխավոր ճանապարհն ասֆալտապատված է ասում է տատն ու հրաժեշտ տալիս մեզ։ Ահա այսպես է ընթանում կյանքը մոտ կոր աշխարհում, այստեղ մարդիկ սրտաբաց են, ազնիվ ու բարի կամեցող, մեկը մյուսին թիկունք դարձած, դժվար օրերին էլ ուրախ օրերին էլ միասին կանգնած։ Բնությունն էլ կարծես նրանց նման լինի շռայլ, կանաչ ու կենդանի, սարերով ու անտառներով լեցուն, հովերով ու աղբյուրներով լի։ Այստեղ կյանքը շտապելու մասին չէ, այլ միասին ապրելու, օգնելու ու հողին կպած մնալու մասին է։ Ու որքան էլ ժամանակը փոխվի, ծմակուտի մարդիկ իրենց ձևով միշտ նույնն են մնում՝ պարզ, ջերմ ու մարդասեր։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ։ Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան։ Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից
կողմից Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Dalma Garden առևտրի կենտրոնի գրախանութներից, Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։